Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, Կենտրոն հեռուստաընկերության եթերում կրկին իմ հեղինակային հաղորդումն է եւ այսօր իմ հյուրն է Հայաստանի Հանրապետության 1992-93 թվականների վարչապետ Խոսրով Հարությունյանը։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան, իմ հրավերը ընդունելու համար։ Եվ այսպես, պարոն Հարությունյան, վերջին ժամանակներում բավականին ամենատարբեր իրադարձություններն են տեղի ունենում, կապված ապաշրջափակման խնդիրների, տրիպի ճանապարհի, հիմա քննարկվում է ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, վաղաշաբաթի ընտրություններն են սպասվում հաջորդ կիրակի օրը, այսինքն եւ տնտեսական եւ քաղաքական եւ հանրային կյանքի ամենատարբեր գործընթացներ են տեղի ունենում։ Հիմա ես ուզում եմ, որպեսզի մենք մի քիչ ավելի կոնցեպտուալ, ավելի մակրո մակարդակով երևույթների մոտենանք, իհարկե կարելի է նաեւ որոշ դետալներ քննարկել, տեսեք, Համենայն դեպս 2018 թվականի իրադարձություններից հետո անցել է արդեն 7.5 տարի եւ տեղի ունեցել ամենատարբեր իրադարձություններ, ինչ եք կարծում, կարելի է համարել սպասվող 2026 թվականը հանգրվանային, այսինքն մենք պետք է տանք այն ամբողջ արհավիրքները, ինչ որ տեղի ունեցավ, եւ պատերազմ, եւ տնտեսական գործընթացներ, եւ ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցություն, եւ ընդհանրապես կենտրոնում նայելով այդ պրիզմայի մեջ Հայաստանի Հանրապետության քաղաքացու վիճակը, բարձ ասում եմ, ինչ վիճակի էր, ուր եկավ եւ ինչ է սպասում, այսինքն մարդկանց, որ մեզ նայում են, հետաքրելու է բնականաբար անվտանգային հարցերը, ընդհանուր տնտեսական, բայց սովորական մարդու քաղաքացու առօրյայում, կենսակերպում, ինչ է փոխվել եւ ինչ սպասումներ ունի, խնդրեմ։ Տեսեք, նախ ասեմ, որ շատ կարեւոր հարցադրում է, որովհետև այո, մենք ձեզ հետ միասին պետք է արձանագրենք, որ հանրությունը մեծ հետաքրքրությամբ սպասում է առաջիկա հնարավոր զարգացումներին, խոսքը գնում է առաջիկա ընտրություններին։ Հերթական կլինի թե արտահերթ, նույնիսկ դա այդքան կարևոր չի, որքան այդ ինքնին քաղաքական այդ գործընթացը եւ պատահաբար չէ, որովհետև եկեք ռեալ լինենք եւ իրերը փորձենք իրենց անունով անվանել։ Անցած տարիների ընթացքում գործող իշխանության գործողությունների անգործության արդյունքում ես այս բանաձևը անդադար եմ կրկնում, պետության, պետականության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնարկության վերահարդայ առաջացել են շատ լուրջ, ես ասում եմ կործանարար սպառնալիքներ։ Մեր ողերիմ հարևանը նույնիսկ չի թաքցնում իր նկարտումները, իր հավակնությունները Հայաստանի հանդեպ, մեր տարածքների հանդեպ, հա, ամենատարբեր առիթներն օգտագործում է մեկ անգամևս ընդգծելու, որ ինքը դեռևս իրեն իրավունք է վերապահում մեր տարածքային ամբողջականության կամ տարածքների նկատմամբ հանդեպ որոշումներ կայացնել։ Ամենաթարմ օրինակը այս իրենց ակադեմիա 71-ին նվիրված այդ միջոցառման իր խոսքը, ելույթը։ Նույնիսկ գիտեք, այն որ ասում եմ մենք գոյչա եւ այլն սևանդ թողնենք դա լետուն։ Իմ կարծիքով ամենացուցիչ արտահայտությունը, որը ակներև է դարձնում իր մտադրությունները։ Մենք տանկերով չենք մտնի։ Մենք մեքենաներով կմտնենք։ Ինչ է սա նշանակում, պարոն Մելքոմյան։ Սա նշանակում է, որ մենք կարող ենք տանկերով մտնենք, բայց նախապատվությունը այս փուլում տալիս ենք մեքենաներով մտնելուն։ Ուրեմն բոլոր դեպքերում մտնելու ենք, խոսքը գնում է ինչպես։ Խելոք կմնաք, կզիջեք ամեն ինչ մեքենաներով կգանք, չեք զիջի տանկերով կմտնենք։ Սա է իրողությունը։ Մեր դուրը գալիս է, թե չէ, սա փաստ է, որին մենք պետք է բաց աչքերով նայենք։ Եվ մեր քաղաքացին դա պետք է գիտակցի, որ խնդրեմը այո մեր պետության լինել չլինելու մասին է։ Խոսքը գնում է բառացիորեն, գիտեք, լինել չլինելու մասին։ Խոսքը գնում է արդյոք մեր հարևանները արևելքից արևմուտքից, մեր ողերիմ հարևանները հաշտված են կամ հաշտ են այն մտքի հետ, որ տարածաշրջանում Հայաստան պետությունը աշխարհաքաղաքական որոշակի դերակատարում ունեցող միավոր պետք է լինի, ոչ անհաշտ են իրանք այդ մտքի հետ։ Թուրքիան դեռևս հանգիստ է դիտորդի դերում, բայց բնական է, որ հիմնական սնուցողը թե ֆինանսական, թե տնտեսական, թե աշխարհաքաղաքական, թե աշխարհատնտեսական, թե ռազմաքաղաքական ու ռազմատնտեսական
Ադրբեջանի սնուցողը նրանք են։ Հետևաբար խնդիրը կայանում է սրանում։ Արդյոք առաջիկա ընտրություններում, առաջիկա քաղաքական զարգացումներում մեր քաղաքացին շանս կունենա հուսալ։ Տեսեք, նույնիսկ շանս բառն եմ օգտագործում։ Չեմ ասում հնարավորություն, որովհետև շանսը հնարավորություն դարձնելու համար էլ պարոն Մելքումյան բավականին մեծ ջանք ու եռանդ է պետք օգտագործել։ Շանս կունենա հուսալ, որ 26 թվական հետագա զարգացումները այդուհանդերձ կլինեն մեր պետության ու պետականության անվտանգության տեսանկյունից համեմատաբար ավելի մեղմ կամ եթե կարելի ասել այդ սպառնալիքները չեզոքացնելուն միտված գործընթացներում։ Սա քաղաքացու խնդիրն է եւ եկեք ռեալ լինենք, լուծումներ նրանց ձեռքում է։ Քաղաքացու ձեռքում է։ Այսօր եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին մտահոգ է ստեղծված իրավիճակով, ապա այդ ստեղծված իրավիճակի հասցեատերը ակնհայտ է, գործող իշխանություններն են։ Հետո հասարակությունն ինքը պետք է կողմնորոշվի, ինչպես եւ ում հետ գնալ առաջ։ Շատ բարի, այսինքն քաղաքացին պետք է որոշում կայացնի եւ ինքը խորքային այսպես պետք է գիտակցի։ Հիմա իհարկե շատ դժվար է ակնկալել, որ ինչ որ դուք ասում եք, որ բոլոր քաղաքացիների այդպես խորքային պետք է այդ գիտակցումով մոտենան 2026 թվականի հայտնի միջոցառմանը, բայց եկեք ես մի փոքր այսպիսի մի իշխանության աչքերով փորձեմ նայեմ, տեսեք, շատ կոնկրետ բաներ կան։ Հիմա նայենք, ուրեմն պատերազմի հավանականություն, այսինքն նույնիսկ ոչ պատերազմի, որտեղ ինչպես դուք ասացիք, մեքենաներով կարող են մտնել, այսինքն ինքը ստեղծվել է մի իրավիճակ, որ այդ իրավիճակը թելադրում է այդ մեքենաներով ոչ թե տանկերով մտնելու հավանական տարբերակը սա մեկ, ենթադրենք, եւ երկրորդ ես առօրյական մի բան ասեմ, նայում եմ ես արդեն 2026 թվականի պետական բյուջեի նախագիծն է ազգային ժողովում քննարկվում, որը ի դեպ կառավարության հնգամյա ծրագրի վերջի 5-րդ հատվածն է այս 26 թվականի բյուջեն։ Գոնե այդպես պետք է լինի։ Այդպես գոնե պետք է լինի։ Եվ նայում ենք, տեսեք, հələ թողենք անվտանգային սպառնալիքը, որը շատ առաջնային դիրք է զբաղեցնում, ուրեմն տեսեք, աղքատությունը 5 տարվա ընթացքում պետք է կիսով չափ իջներ, այսինքն 24-25% է եղել, հիմա 23.6% է, այսինքն ամենը 0.8 կամ 1% է իջել աղքատությունը, այսինքն 700,000-ից մարդ ամեն 4-րդը հանրապետությունում աղքատ է։ Զուգահեռ այն ինչ որ այսպես հաշվետվողական ձևով ներկայացվում է ազգային ժողովում, այսպես կոչված 500 մանկապարտեզ, 300 դպրոց, այդ էլ այլ գործիչներ կան, որ ասում են այսքան պետք է կառուցվեր, այսքան չի կառուցվել, շատ հեռու է իր այսպես ստանձնած պարտավորությունից։ Հիմա նայենք մոտավորապես իշխանության աչքերով։ Ինքը գնում է դեպի 26 թվականի ընտրություն։ Այստեղ ամեն 4-րդը աղքատ է, ոնց եղել է աղքատ է, չնայած տնտեսական աճերին, այդ ներառական բառը որ պետք է արդար բաշխվի, ուրեմն գոյություն չունի, որտեղ աղքատությունը մնացել է, այստեղ ճանապարհներ, ասֆալտապատում, մանկապարտեզներ, դպրոցներ։ Ինքը նայում է, այ քաղաքացին ինչը կընտրի։ Շատ པարզ, մի քիչ པարզեցնենք հարցը։ Ինքը կասի, նո այդ աղքատությունը այդքան էլ բան չի, որտեվ դա պաշտոնական թիվա կարող է տենց չի, մարդիկ ուրիշ ձևի եկամուտներ ունեն, թե սա կընտրի եւ արդյունքում մի մեծ մասը կնախընտրի այն, որ ասում են, բա չեք տեսնում, գործը արվում։ Այ դուք ո՞նց եք նայում, այդ անվտանգայինը մենք արձանագրեցինք, որ շատ կարևոր է եւ այստեղ լուրջ ազդեցություն կլինի։ Իսկ այս հանգամանքը տնտեսեք, ես որպես քաղաքացի փորձում եմ դատողություններ անել։ Ահա։ Իմ առօրյա հոգսերը, իմ առօրյա կենցաղային խնդիրները արդյոք անհամատավելի չեն սրվելու։ Արդյոք անհամատավելի դառնորեն չեն անդրադառնալ իմ կյանքի վրա, եթե անվտանգային խնդիրները լուծված չեն։ Գիտեք, ես չեմ ասում, որ անվտանգության խնդիրները լուծեցինք, ամեն ինչը լավ է լինում։ Ոչ, ես այդ կարծիքին չեմ, բայց եթե մեր անվտանգությունը երաշխավորված չէ, եթե իմ պետության անվտանգությունը, իմ ընտանիքի անդամների հարաբերս անվտանգությունը երաշխավորված չէ, մնացածը կարող ենք զրուցել, բայց ընդհանրապես զրուցենք։ Սա ուզում արձանագրեմ, որ իդեպ ասեմ, իշխանությունները շատ լավ հասկանում։ Պատահաբար չէ, Փաշինյանը ասում է առաջիկա ընտրություններում պետք է լինի խաղաղություն, թե ոչ խաղաղություն, այսինքն անվտանգություն, առաջնային, այսինքն այստեղ մերժը այլ հարց է, թե խաղաղություն ասելով ով ինչպես է հասկանում, մենք կարող ենք դա էլ քննարկենք, եթե կհարկամարենք, բայց անվտանգությունը անկյունակարային խնդիր է։
չի կարող չեմ կարող ես մտածել իմ առօրյա հոգսերի մասին, անընդհատ երբ որ իմ հետին մտքում անընդհատ կա այդ սպառնալիքը, վտանգը։ Սա շատ էական է։ Հիմա վերադառնամ ձեր հարցադրմանը։ Իհարկե, մենք պետք է հանուն արդարության արձանագրենք, որ շատ խոստումներ, շատ հրապարակումներ, շատ հայտարարություններ, որոնք հնչում էին 18 թվականին, 19 թվականին, ոմանց մոտ նույնիսկ առաջացնում վստահություն կամ հավատ, հույս ապագայի նկատմամբ, այսօր դրանք չեն կատարվել։ Օրինակ ինձ ոչ ոք չի կարող համոզել, որ սոցիալական բևեռացվածության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում այս տարիների ընթացքում նվազել է։ Ոչ։ Ճիշտ հակառակը, ավելի խորացել։ Այսինքն աղքատները ավելի են աղքատացել, հարուստներն հասկանում եք։ Ինչ որ մի խումբ, ճիշտ է, այդտեղ որոշակի կառուցվածքային փոփոխություններ առաջացան խմբի տեսանկյունից, լավ ապրողների խմբի խավերի տեսանկյունից, բայց մեծ իմաստով էլի ըստ էության սոցիալական բևեռացվածությունը, որը մեր պարագայում անվտանգային խնդիր է։ Ես մի օրինակ եմ ուզում բերել, պարոն Մելքոմյան, կարող է օգտակար լինի գնահատելու ստեղծված իրավիճակը։ 2007-2008 թվականներին Միացյալ Նահանգների նախագահ Օբաման հայտարարություն արեց։ Ասես գիտեք, Միացյալ Նահանգներում սոցիալական բևեռացվածության մակարդակը խորացել է։ Դա մեզ համար, ես համարյա ցիտում եմ իրեն, անվտանգային լուրջ մարտահրավեր է։ Ուրեմն տեսեք, Միացյալ Նահանգների պես հզոր պետության համար սոցիալական անարդարությունը, սոցիալական բևեռացվածությունը համարվում է անվտանգության առումով լուրջ մարտահրավեր։ Բա Հայաստանը, երբ որ 4 կողմից իր ոնց որ ասում են շրջապատված է կամ ասենք երկու կողմից շրջապատված է ճուզողներով կամ չկամեցողներով։ Մեզ պարագայում ինչպիսի կարևոր խնդիր է դա դառնում։ Բայց ինձ գիտեք ոչ թե անհանգստացնում է ինչու է այդպես, ինձ ավելի շատ անհանգստացնում է իսկ ինչու որևէ քայլ չի կատարում իրավիճակը շտկելու։ Խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, շատ կարևոր հարց։ Շատ կարևոր, բայց խոսքը գնում էր բնական է ինստիտուցիոնալ նախադրյալներ ստեղծես, որ կոռուպցիան ինքը պահանջարկված չլինի։ Կոռուպցիոները պետք է զգա իր մաշկի վրա այն վտանգը, որը կարող է միշտ իր առջև կանգնել, չէ, իր դուռը ծեծել, եթե ինքը գնա կոռուպցիոն ճանապարհով։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս։ Եթե մեր պետական գնումների մոտավորապես 76%-ը մեկ անձից է։ Էլ կոռուպցիան պոզով պոչով է լինում։ Չէ որ այստեղից սկսում է մնացածը։ Չէ որ երբ որ այսպես եք դուք արդեն այս ամենին նայում եք մատների արանքով, դե ասել ենք հետո ինչ, չէ՞։ Արդյունքում կունենաս շատ լուրջ խեղումներ։ Հանրային կյանքի կազմակերպման ամենատարբեր մուլտիպլիկատորներ։ Իհարկե։ Այո։ Կամ, տեսեք, շատ են հիմա խոսում տնտեսական ներդրումներ, ներգրավելու, տնտեսության զարգացումը երաշխավորելու մասին, ճիշտ հարցադրումներ են։ Բայց ասացեք, խնդրեմ, արդյոք այն ինստիտուտները կամ նրանց ղեկավարները, որոնք այս մասին խոսում են, նրանք իրականում գիտակցում են այս խնդրի ամբողջ ինստիտուցիոնալ խորությունը։ Ես ընդհանրապես 2-3 փաստ եմ ուզում բերել։ Որ մի բանական ողջամիտ ներդրողը ներդրում կկատարի մի երկրում, որտեղ դատական համակարգը կայացած չէ։ Ոչ մի ներդրող առանց կայացած դատական համակարգի ոչ միտեղ ներդրում չի կատարել։ Մենք խոսում ենք լուրջ, խոշոր ներդրողների մասին։ Մանր մուններների մասին ես չեմ խոսում։ Նրանք կարող են եւ ժուլիկներ լինեն վերջին հաշվով։ Այսինքն, եթե քո դատական համակարգը ամբողջությամբ գտնում է գործադիրի իշխանության տակ, նրա ազդեցության տակ, այս երկրում ոչ մի լուրջ ներդրող մի ցենտ անգամ չի։ Դրանք ինստիտուցիոնալ հիմքեր են։ Իհարկե, ես խոսում եմ ինստիտուտների մասին, հասկանում եք։ Այո։ Երկրորդը, հիշում եք Ամուլսարի պատմությունը։ Ես ժամանակին ելույթ եմ ունեցել հրապարակավ ու ասել եմ, որևէ հիմք չունեմ կասկածի տակ վերցնելու կառավարության պահանջները, որևէ հիմք չունեմ կասկածի տակ վերցնելու էկոլոգների պահանջները, որտեղ խնդիրը շատ լուրջ բանի մասին է։ Ու առաջարկել եմ, ասել, եթե ես լինեի վարչապետ, ինչ կանեի։ Կհրավիրեի Ամուլսարի սեփականատերերին, կասես ստեղծված իրավիճակն այնպիսին է, ես գտնում եմ, որ արժի դուք հավելյալ
էկոլոգիական անվտանգության տեսանկյունից ավելի մեծ պատասխանատու մի հատ վերլուծություն կատարեք եւ հետազոտություն կատարեք, եթե դուք հավելյալ ծախսեր կատարեք ընդառնեք, որոնք դուք չեք պլանավորել ընդառնեք, մենք պատրաստ ենք ձեզ նույնիսկ որոշ արտոնություններ տալ։ Բայց այդպես զրույց չգնաց, չէ՞։ Ինչով ավարտեց ամեն ինչ ավարտվեց։ Լիդիան Արմենիան ընկերությունը 12% իր բաժնեմասից նվիրեց կառավարության էնել վարչապետի աշխատակազմին։ Կներեք, սա ինչ է, եթե ոչ ռեկետ։ Դուք կարծում եք դրսի ներդրողները այս ամենը չեն նայում։ Եթե որևէ մի լուրջ ներդրող մտադիր լինի Հայաստանում ներդրում կատարել, նա նախ եւ առաջ վարձում է փաստաբանների, վերլուծաբանների, որոնք ներկայացնում են այդ երկրի ամբողջ պատկերը, ներդրումային գրավիչ, այո։ Հասկանում եք, ու այս քայլերը իրենց զգացնել են տալիս։ Նույնը տեղի ունեցավ, հիշում եք, պղնձամոլիբդենային կոմբինատի հետ 25, այսինքն ստացվում է, եթե ես կառավարության հետ կիսվեմ, ընդ որում ուշադրություն դարձրեք, խոսքը չի գնում պետություն մասնավոր համագործակցության մասին, որտեղ թե պետությունն է ներդրում կատարում եւ թե մասնավորը, խոսքը գնում է ընդհանրապես փայատեր։ Հասկանում եք, սա արդեն դա ռեկետ է։ Այստեղ մենք ուզում եմ ես այդ երևույթի փորձեմ տնտեսական եւ իրավական փաստարկումները մենք քննարկենք։ Տեսեք, ըստ իշխանության, ելի գանք իրանց տեսանկյունից նայենք, ենթադրվում է, որ եւ Քաջարյանի կոմբինատի մասով, եւ Ամուլսարի մասով, եւ այլ համակարգաստեղծ այլ ուրեմն ընկերությունների մասով ի վերուստ մինչև 18 թվականի գործընթացները այն ինչ որ տեղի ունեցել, այստեղ ինչ որ բաներ անարդար են տեղի ունեցել եւ այդ սեփականատերերը միգուցե իրենց կարծիքով այն արդար մեխանիզմներով չեն ձեռք բերել, ինչ որ պետքա ձեռք բերեն։ Եվ իրենք մտածում են, որ այ բերեք այդպիսի գործիքներ կիրառելով, որը որ բնականաբար ոչ ժողովրդավարական է, ոչ ինչ որ ներդրումների շուկայական է, ընդհանրապես բան չէ, բերեք այդպիսի գործիքներ կիրառենք, մասամբ պետության համար այն ինչ որ կորցրել է պետությունը, հետ վերադարձնենք, այդ պետական բաժնեմաց բերելով, ականջի համար դա շատ ժողովրդահաճո է, այսինքն ժողովուրդը նայում ասում է, պետությունը եկել է պետական բաժնեմաց, բայց խոշոր ներդրումներ ներգրավելու համար խոսքը չի գնում 50-100 միլիոն, իսկ Հայաստանին պետք են քիչ հետո աշխատատեղերի մասին խոսենք միլիարդավոր ներդրումներ, մի քանի միլիարդ տարեկան։ Այդ պարագայում այո, վերլուծությունը ցույց կտա դրսի ինվեստորների համար, որ չէ, սա պրոբլեմային է, ոչ մեկս այդ ռիսկերից երաշխավորված չենք։ Եվ պատահական չէ, ես ուզում եմ նաև մի փոքր վերլուծություն ես արել եմ, չտալով ձեռնարկությունների անուններ խոշոր հեռահաղորդակցության ոլորտում, չգիտեմ, ասենք գունավոր մետալուրգիա, բավականին խոշոր ընկերություններ այսօր վաճառքի է հանված, որտեղ սեփականատերերը, որոնք որ Հայաստանում չեն ապրում, իրենց կապիտալները դրել են այստեղ, շահութաբերությունը այնքան ընկել է այդ ձեռնարկությունների, ասենք պետքա նորմալ լինի 8%, 9%, իջելա 1.5-2% հազիվ, նրանք ասում են, կրակը չենք ընկել, վաճառեք այդ կապիտալը տեղափոխեմ կողքի այլ երկրներ, որտեղ այդ շահութաբերությունը կա, պարզ ենք ասում։ Եվ այս պարագայում, ասինքն ես ուզում եմ ասեմ, որ մի կողմից ըստ երևույթին իօքուտ պետության վերականգնվում է այդ կոշտ գործիքներով, շատ կոշտ գործիքներով, բայց որի վնասները կերևա առաջիկա են, որ ներդրումներ չեն գա, սա է։ Պարոն Մելքումյան, մասամբ նույնիսկ մեծ ճիտ գործադրով կհամաձայնվեմ ձեր մեկնաբանությանը։ Այսինքն նախկինում ինչ որ գալատներ են արել, հիմա այս փորձում են դա վերականգնել։ Մենք կառավարության կազմում ունենք պետական գույքի կառավարման վարչություն։ Խնդրեմ տվեք նրանց։ Նրանք կոչված են պետական սեփականությունը արդյունավետ կառավարելու։ Դա է այդ վարչության անունը։ Այո։ Համաձայն եք թե ոչ։ Բայց ինչու վարչապետի աշխատակազմին։ Դա ինչ կառույց է։ Նա տնտեսական քաղաքականությամբ զբաղվող կառույց է։ Նա իր որոշումների տնտեսական որոշումների հետևանքների պատասխանատու կառույց է։ Դե իհարկե ոչ։ Խոսքը սրա մասին է։ Եվ այս տեսանկյունից սա պակաս գալատ չի։ Քանց նախկինները, եթե դրանք եղել են, հասկանում եք, ես սա այն նկատի ունեմ։ Եվ գիտեք, նորից եմ կրկնում, օրինական ճանապարհով, դատարանի որոշմամբ, այսինչ այսքան գույքա բանը, բաժնեմասեր այսքան հատվածը տալիս են կառավարությանը եւ թողնում ենք պետական գույքի կառավարման վարչության կոմիտեին, նրա կառավարման ես կասեի, խելոք բան են մտածում։ Ենթադրում եմ, որ իրանք պետք է մասնակցեն այդ
օբյեկտի տնտեսական որոշումների կայացման գործում։ Բայց այդպես չի, չէ։ Իդեպ, պարոն Արարստյան, որ ես խոսեցինք այդ պետության բաժնեմասի մասին, մի բան հիշեցի, որի մասին դուք հիշում եք, ես բազմիցս դուք էլ հաստատ անդրադարձած կլինեք նախկիններում, դա նոր երևույթ չի։ Մենք հիշում ենք, որ 2002-3 թվականին Նայրիտ գիտաարտադրական միավորումից երկու նորացված հոսքագիծ գնաց Չինաստան, Շանսի նահանգ, որտեղ Շանսի Նայրիտ ձեռնարկությունը ձևավորվեց 40% Հայաստանի Հանրապետության բաժնեմասով, 60% չինական։ Եվ փաստորեն այդ 40%-ը պետական բաժնեմաս է մինչ օրս։ Բայց այդպես էլ ամենատարբեր հարցադրումների առումով, ոչ չգիտես ինչի նայել այն ժամանակ, ասենք ես գիտեմ ինչի, այն ժամանակվա գործող էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության համակարգում էր այդ Շանսի Նայրիտի բաժնեմասը, որովհետեւ ըստ երևույթին Նայրիտը քանի որ գազով էր աշխատում, մեծ գազ սպառող էր, այդ գազի համակարգը ուրեմն գտնվել է այնտեղ ավելին, որ Նայրիտի մասին խոսեցի, Նայրիտի աշխատավորական կոլեկտիվի պարտքերը փակում էր ընդունենք բարձրավոր էլեկտրական ցանցերը, բան, այսինքն մի տեղից վերցնում տալիս են, որ կոլեկտիվը պահպանեն, տեսնեն ինչ ա լինելու։ Բայց հիմա այդ 40%-ը օրինակ, որտեղ է, ինչ ա բերում։ Ինչ ուր է դա։ Ճիշտ հարց է։ Վերջին հաշվով այդ 40%-ը ես ենթադրում եմ այդ Նանսի բանը, Շանսի Նայրիտը աշխատում է շահութաբերությամբ։ Միանշան։ Չեմ կարծում, որ նա վնասով գործեր։ Եթե շահութաբերությամբ, հետաբար ամեն տարվա շահույթի 40%-ը պետք է գա մտնի մեր պետական բյուջե։ Եվ մեր պետական բյուջեի մուտքերը ինչ-որ մի տողով դա պետք է երևա։ Ես դες այդ միանգամայն համամիտ եմ։ Ես ուղղակի հիշեցի օրինակ որպես։ Սա, գիտեք, տեսեք, ես դրա համար ասում, նախկինում գալատներն արել թե ինչ, կամ նո գալատը այսպես ասենք, հա, չարաճճիություն չի դա, հասկանալի է, չէ՞։ Բայց մեծ իմաստով խոսքը գնում է ինստիտուցիոնալ կայացումն մասին։ Տեսեք, ես օրինակ ինձ իրավունք թույլ կտամ այսպիսի կոպիտ համեմատություն անել։ Նախկինի այդ սխալները, վրիպումները, սայթակումները անվտանգության համեմատաբար հասկանալի պայմաններում անհամեմատ ավելի ներելի էին։ Հասկանալի։ Քանց այսօր, երբ որ անվտանգությունը ուղղակի պատերազմը թակում է դուռդ, այսինքն այն ժամանակ ինչ որ բաների վրա կարելի էր նույնիսկ տեսեք, ես ասում եմ, ես ինձ թույլ կտամ այտենց նույնիսկ հիմար միտք արտահայտել, բայց այսօր դա անթույլատրելի է։ Հասկանում եք, բայց օրինակ ես ձեզ մի բան պետք է ասեմ։ Օրինակ մեկ աղբյուրից գնումներ նախկինում խստագույնս վերանայվում էր, վերահսկվում էր։ Օրինակ ես հիշում եմ, որ Սեյրան Օհանյանը, երբ որ պաշտպանության նախարար էր, ինքը դիմում էր մեզ, ասում էր, լսեք, ասում էր, եկեք մեր վիճակի մեջ մտնեք, սա այն ոլորտն է, որտեղ երբ որ ես մի մատակարար արդեն սկսում եմ աշխատել, դա ձևավորում է երկու համակարգային կապեր է ձևավորում։ Մի ստիպեք անընդհատ ես փոխեմ մատակարարին, մենք ոչ հանձնաժողով, ոչինչ եք ասում, մեկ աղբյուրից գնում արգելված է։ Նույնիսկ սա է եղել։ Հասկանում եք, ես չեմ ասում բացառություններ, չեն եղել նման դեպքեր, բայց դրանք կարելի ասել մատների վրա բացառություններ, բայց այսօր դա դարել է օրինաչափ երևույթ։ Սա է վտանգը։ Շատ բարի, պարոն Արարստյան, տեսեք հիմա 1-2 դիտարկում անենք մեկ այլ թեմաներով, հետո կանցնենք խաղաղության, ապաշրջափակման, նաև մեկը մյուսի հետ խիստ շահկապված է։ Տեսեք, ուրեմն ես իմ գործընկերների հետ վերջի 1-2 ամսվա ընթացքում լինում եմ հանրապետության տարբեր մարզերում։ Խոսքը գնում է տնտեսագետների հետ, տարբեր մասնագետների հետ։ Մենք շատ ճիշտ պրակտիկա է դա։ Մենք շրջում ենք համայնքներում։ Այո, հանդիպում ենք, օրինակ եղանք նաև արդյունաբերական գոտիներում, Ալավերդի, Վանաձոր եւ այլն, եւ մի քանի թեզեր կան վերջին շաբաթվա ընթացքում, դա իհարկե Գայք Ծառուկյանի առաջարկ Հայաստանին, այսպես ծրագրային հարցադրումների շրջանակում է, այսինքն խնդիրը կայանում է նրանում, որ մենք գնանք մարդկանց հարցնենք, այ դուք ձեր տարածքի, ձեր համայնքի խնդիրներ ոնց եք տեսնում դրանց լուծումները, հետո դրանք կբերենք մի հատ կամբողջականացնենք եւ հետո մասնագիտացված մակարդակով կլինեն տեղական, կլինեն հանրապետական խնդիրներ։ Հիմա վերջերս, երբ որ եղա Գավառում եւ Մարտունի քաղաքում, Գեղարքունիքի մարզում, տեսեք, սրա մասին էլ ենք շատ խոսել եւ Գավառում, եւ Վանաձորում, եւ Ալավերդիում խոսքը գնում է, որտեղ դրանք արդյունաբերական նաև քաղաքներ են, որ աշխատատեղ չկա։ Հիմա ինչ է առաջանում։ Աշխատատեղ չկա, կառուցում ենք դպրոց, մանկապարտեզ, լավ ենք անում, ես չեմ հակադրում։ Ուրեմն ես երբեք դպրոցը, մանկապարտեզը չեմ հակադրում արդյունաբերական ձեռնարկություն լինել չլինելու եւ ընդհանրապես
աշխատատեղ լինել չլինելու, որովհետև այդ ակնհայտ է, մենք գիտենք, որ դա կառավարությունը չպետք է գործարան կառուցի, ինքը պայման պետք է ստեղծի, որտեղ իսկ բիզնեսը դա ինչ որ մի կնոպկայով չի, որ հրամայում ենք այդտեղ մի հատ կարի ֆաբրիկա, այդպես բան չի կարա լինի։ Պետք է ինքը ձեռնտու լինի, դրա համար պայման լինի այդտեղ։ Հիմա այս պարագայում օրինակ մենք շատ ենք խոսել, որ Գավառում ենք եղել, Գավառում կար Գեղամա կամ Կամոկաբել նախկին ընկերությունը։ Այդ Գալավերդում էլ պղնձաձուլական կոմբինատ։ Տենց էլ տարիներ շարունակ այդ կոմբինատի մասին էս նոր կառավարություններ խոսեց, նաև բանակցեցին Տրոցենկոյի հետ Քաջանի կոմբինատի գլխավոր բաժնետիրոջ, դա չի լուծվում, դա պատճառը նաև տեխնոլոգիական է, բայց չէ որ եթե մաքուր պղնձի գործանում ենք, ուրեմն այդ թվում նաև Գեղամա կամ Կամոգաբելը այդ կաբելի գործանը կաշխատեր եւ մենք մեծ թվով կաբելներ չենք բերի եւ ամբողջ մեր էներգո համակարգը եւ ընդհանրապես մարդկանց այդ կառուցապատման հետ կապված էներգետիկ բլոկը այդքան թանկ չէր նստի։ Օրինակ եմ ասում ես էլի։ Չէ, ճիշտ օրինակ է։ Եվ այս առումով նաև տեսեք, դուք էլ եք բավականին փորձառու պաշտոն մեծ ճանապարհ եք անցել նաև տնտեսության հետ կապված։ Ես հիշում եմ նաև դուք տարածքային կառավարման բլոկն եք ուրեմն 99 թվականին համակարգում, ուրեմն եւ այդ պարագայում այսպեսի հետարքիր բան եմ ասում։ Ուրեմն արդյունաբերության նկատմամբ մենք ըստ էության բարձիթող վիճակ ունենք։ Այսօր արդյունաբերությունը մեր համախառն ներքին արդյունքի ընդամենը 13.5%-ն է։ Ընդ որում այդ 13.5-ից 3.2-ը լեռնահանքային արդյունաբերությունն է, 3.4-ը էլեկտրաէներգետիկա, գազ, ջուր, այսինքն տակը եթե մնում է այդ 13.5-ից 7%-ը վերամշակող արդյունաբերությունն է։ Ինչ է նշանակում, մենք ունենք վերամշակող արդյունաբերություն ընդամենը 7%, ընդ որում մենք ունենք 14%-ի սահմաններում գործազրկություն, եւ այս ազգային ժողովի քննարկումը նայում են, որ եթե մենք օրինակ գործազրկությունը 6%-ով իջեցնենք, դա նշանակում է 85,000-90,000 մարդ այլևս գործազուրկ չի լինի, եւ դա համարժեք է 4% տնտեսական աճին։ Հիմա ով է խանգարում, երբ որ աշխատանքի արտադրողականությունը 1 ժամում արդյունաբերության ոլորտում $4-5 է, փոխանակ կլինի 12-14 $։ Որն է մեր տնտեսության տեսլականը։ Ինչ տնտեսություն ենք մենք ուզում։ Ես սա կարևոր է։ Հիմա կասեմ ինչի ես նկատնում։ Տարբերակ համար 1 ունենանք հզոր շատ զարգացած ռեստորանային բիզնես, հյուրանոցային բիզնես, հոյակապ ծառայությունների սպասարկում, սա էլ է տարբերակ։ Ծառայությունների, որակյալ ծառայություններ մատուցող հասարակություն կամ պետություն, զբոսաշրջիկներ եւ այլն։ Սա տարբերակ է։ Որպես կանոն, նման հասարակությունները դառնում են պրիմիտիվ, լուրջ քաղաքական process-ներում որոշումներ կայացնելու ունակ չեն դառնում։ Սա է իրականությունը, որտեղ պարզունակ լուծումներով են փտրում իրենց դառնալի լուծումը։ Լիովին կիսում։ Երկրորդ տարբերակը ունենանք տեխնոլոգիապես հագեցած բարձր գիտական գիտատարությամբ, բարձր գիտական գիտատարությամբ, նյութատարությամբ, միգուցե բարձր էներգոտարությամբ, ոչինչ, ավելի աշխատատար, ոչինչ։ Միգուցե սա է մեզ հարկավոր հասկանալ։ Հարցերի հարցն է սա։ Ինչ ենք մենք ուզում, ինչպիսի Հայաստան ենք ուզում։ Ինչու է սա մեզ պետք։ Սա շատ էական է իմ պատկերացմամբ։ Հայաստանը այն պետությունն է, տարածաշրջանը միակը, որը բացով ելք չունի։ Եվ այնպես է ստացվել, ցավոք սրտի, սա փաստ է, որ մեր զարգացման հնարավորությունները, դինամիկան միշտ պայմանավորված է լինելու մեր հարևանների քաղաքական կամեցողությամբ։ Սա էլ է փաստ։ Հետևաբար շատ էական է դու այնպիսի զարգացում անես կամ ձեռք բերես, այնպիսի հունով զարգանաս, որ քո հարևանների մոտ քո զարգացումը, եթե ձեռնտու չլինի իրանց համար, գոնե մտահոգություն չառաջացնի։ Սա լուրջ հարց է։ Հետևաբար քո նպատակը պետք է լինի բոլորին կներեք տղայական ալամ աշխարհին պետք է մենք ասենք, որ ախպեր ջան, մենք խաղաղության կողմնակից ենք, որտեղ միայն խաղաղության պայմաններով ես կարող եմ իմ տնտեսությունը զարգացնել։ Հասկանում եք, սա շատ էական է։ Ընդ որում, երբ որ դու դառնում ես տնտեսապես դինամիկ զարգացող, Սինգապուր, Թայվան, եկեք այդ օրինակներն բերենք, չէ՞։ Դու դառնում ես շատ իր համար օգտակար։
շատ համար կարևոր նշանակություն ունեցող։ Այսօր Հայաստանը տարածաշրջանի մի այն պետությունն է, որը որևէ մեկի համար հետաքրքրություն չի ներկայացնում, թող ուրիշները հանգարց ուրիշ բան չբացատրեն մեզ։ Հետևաբար այդ տեսլականը շատ էական է։ Սա նշանակում է, որ ես եւ դուք որպես քիչ թե շատ տնտեսությունից հասկացող մարդիկ, եթե լինենք պատասխանատու պաշտոններում, մենք կնստենք ցենք մտածել, լսի, իսկ որ ոլորտներ ինձ մոտ զարգացնեն։ Սա շատ էական է։ Հասկանում եք։ Օրինակ, ես եւ դուք հիշում ենք սա 2010 թվականին Հայաստանի կառավարությունը ի պատասխան այն սպառնալիքների եւ մարտահրավերների, որոնք ձևավորվեցին փաստորեն ֆինանսատնտեսական համաշխարհային ճգնաժամին, մշակվեց 11 ոլորտ, արտահանմանը միտված, որտեղ ըստ էության հաշվարկված էր արդյոք մենք ունենք պոտենցիալ այդ ոլորտներում զարգացնել, ընդ որում խոսքը գնում էր նախ եւ առաջ գիտական կարողությունների մասին, որտեղ օրինակ փոքր քիմիայի ոլորտում մենք ունենք դպրոցներ, ամբողջ դպրոցներ ենք մենք ունեցել եւ հիմա էլ կարծում եմ պահպանվել են հավանաբար եւ այդ գիտական պոտենցիալը չօգտագործել կլինի հիմարություն։ Ես ընդհանրապես մի օրինակ բերեցի, ճշգրիտ սարքաշինություն, տիեզերական տեխնոլոգիաներ, ես փոքր քիմիա դեղագործ, այսինքն 11 ոլորտում հիշում եմ, ճիշտ է։ 11 ոլորտի վերաբերյալ վերլուծությունները կան։ Ընդ որում դա կոչվում էր արտահանմանը միտված։ Այո, ընդ որում խոսքը գնում էր նաև նրա մասին, որ միայն քո գիտական պոտենցիալը բավարար չի։ Պետք է տեխնոլոգիաներ ներգրավվեն։ Հետևաբար մեջտեղ է գալիս, իսկ ինչպես բերենք ներդրողներին։ Ներդրողներին բառից բուն իմաստով ոմանց մոտ այնպեսի կարծիք է, որ եթե մենք գոռում ենք, մենք ժողովրդավար ենք կամ մեզ մոտ չմանում հարկային օրենսդրությունը բավական է մեղմ է եւ այլն, բոլորը վազել են ոչ, միլիոնավոր ներդրողներ կան, Հայաստանի տեղը գլոբուսի վրա չեն իմանում։ Ինչի մասն է խոսքը։ Հետաբար շատ էական է այդ ներդրողին գտնել։ Ընդ որում ստեղ երկու հարց առաջանում։ Իսկ որ ոլորտներն ենք մենք տեղ տալիս, որն ենք ուզում։ Օրինակ մի օրինակ եմ ուզում բերել։ Ես այդ անընդհատ այս օրինակը բերում եմ, շատ դիպուկ է։ Ձեր iPhone-ը հիմա որ դուք վերցնեք, կարող է դա չինական արտադրության լինի։ Այդ չինական արտադրության iPhone-ի մեջ 60%-ը Սինգապուրինն է։ Այո։ Ենթադրեք, այդ Սինգապուրի 60%-ի մեջ մի հատ կանել կարող է ճապոնական լինի։ Նրա մեջ չեմ անում միշտ ինդոնեզիանական, թե մալազիա, այսինքն ինչ են արել նրանք։ Իրանք մասնագիտացել են այնպիսի ապրանքների արտադրության մեջ, որոնք ապրանքային շղթայում անվերականգնելի դերակատարում ունեն։ Այո, միայն իրենք են։ Հասկանում ես։ Չէ, իրանք արդեն այնքան են խորացել։ Օրինակ ասենք թե նույն Տայվանը չիպերի արտադրության մեջ չունենալով ոչ մի հազվագյուտ մետաղի ընդերքում, ոչ մի հազվագյուտ մետաղի հանք, ինքը չիպերի արտադրության ոլորտում առաջնայիններից է։ Նա արդեն այնպես է խորացել այդ ոլորտում, որ եթե ուզում ես դու ժամանակակից թվային տեխնոլոգիաների վրա ինչ որ մի սարք արտադրես, ուղղակի գնում ես այնտեղ։ Այսինքն ռեկոմենդացիան այդ ուղղությամբ է, այո։ Հետևաբար մենք պետք է փորձենք ընտրել ոլորտ առ ոլորտ մասնագիտացում այն ապրանքները, որոնք ապրանքային շղթայում միշտ պահանջարկված կլինեն։ Օրինակ ես օրինակ եմ բերում, տեսեք։ Էլեկտրոշարժիչ։ Որևէ ագրեգատ առանց շարժիչի չի կարող աշխատել։ Ճշգրիտ սարքաշինության էլեմենտներից սկսած շագովի դվիգիցելներ բաներ, ճշգրիտ։ Վերջացած խոշոր մենք ժամանակին ունեցել ենք հայ էլեկտրաշարժիչ։ Մենք ունեցել ենք նաև էլեկտրաշարժ, Երևանի էլեկտրաշարժիչների գործարան։ Մենք պոլիտեխնիկ ինստիտուտում ունենք ուժեղ կաֆեդրա։ Վնիկ է հայ էլեկտրոյում։ Ինչու մենք սա մասին չմտածենք։ Հետաբար դուք կլնեք ինչ կանեիք վարչապետի։ Կանեիք, լսեք։ Եկեք մի հատ ուսումնասիրեք ընդհանրապես էլեկտրոշարժիչ արտադրող, որ երկրներում են արտադրող ուժեղ ֆիրմաները։ Ստեղ, ընդեղ դեսպաններ հանձնարարական, այսինքն սկսում է գործել սա ճշտելուց հետո, թե մենք որ սարքերն ենք հասկանալի է։ Սկսում է գործել արդեն տնտեսական դիվանագիտության ինստիտուտը։ Չինաստանի պես հզոր պետության դեսպանը Հայաստանում զբաղվում է տնտեսական հարցերով։ Մեր դեսպանները դրսում հանձնարարական չեն ստանում։ Նրանց առջև խնդիր չկա դրած։ Լսեք, բերեք այդ երկրից անհրաժեշտ ներդրողներին, այսինքն ներդրողներ, այսինքն տեսեք, պետք է դու մշակես տեսլականդ,
ոլորտ առ ոլորտ ուսումնասիրես, մենք կարող ենք նաև գյուղատնտեսության անդրադառնալ, ոլորտ առ ոլորտ ուսումնասիրես, թե ինչ կարելի է արտադրել, սկսել արտադրել այս ոլորտում, որովհետեւ դու տեղավորվես, լրացնես ապրանքային շղթան։ Շատ ճիշտ է, որից հետո կներեք միտքս ավարտեմ, որից հետո օգտագործելով տնտեսական դիվանագիտության, ես սխեմատիկերով եմ խոսում, դեռ դետալներ կան, որ տնտեսական դիվանագիտության ինստիտուցիոնալ հնարավորությունները սկսում են ներկրողներ դեր։ Շատ երկրներում գիտեք, չէ, արտաքին գործերի նախարարությունը կոչվում է արտաքին գործերի եւ առևտրի, արտաքին գործերի եւ տնտեսական, այսինքն արտաքին տնտեսական հարաբերությունների բլոկը, այո, պետք է ներառվի։ Դու չես կարող արտաքին շուկաների դիվերսիֆիկացիայի խնդիրը լուծես առանց արտաքին հարաբերությունների նախարարության, հասկանում եք, սա նոնսենս է, մենք ենք այդպես եղել։ Եթե մենք այս բոլորը կարողանում ենք անել, մենք կանգնում ենք նաեւ շուկաների դիվերսիֆիկացիայի հարցում։ Մենք կանգնալու ենք մի շատ կարևոր հարցի առջև, պարոն Մելքոմյան, որակի սերտիֆիկացիայի հարց, որտեղ քո ապրանքը չի կարող մտնել եվրոպական շուկա, եթե քո ապրանքը չունի այնպիսի սերտիֆիկատ, որը եվրոպական արտադրողի կամ սպառողի կողմից ընդունում է։ Դուք հիշում եք այն սեպան, բանը Եվրոմիության Սեպայից առաջ միջև ԵԱՏՄ մտնելը մեր օրենսդրությունը հիշում ենք, մենք լաբորատորիաներ, այդ սեպայի ամբողջ սեպայի ամբողջ կարևորությունն այն էր, որ մենք հնարավորություն ենք ստանում Եվրոմիության կողմից իրենց ներդրումների հաշվով, իրենց աջակցությամբ լաբորատորիաների, որակի լաբորատորիայի մի ամբողջ ցանց սարքել, ստեղծել, ձևավորել, որ ցանկացած ներդրողի ապրանքը ստեղ, եթե այդ լաբորատորիան սերտիֆիկատ է տալիս որակի, եվրոպական շուկան ընդունում է աներկբա։ Դե հիմա պատկերացրեք, եթե մենք այս ամենը անենք, դրան գումարի, մեր աշխատավարձը ավմատաբար ցածր է, քան եվրոպական միջին աշխատավարձը։ Սակագները, գազ, ջուր, հոսանք ավելի ցածր է, քան նրանց։ Այսինքն այստեղ նույն որակի արտադրանք արտադրելը որևէ եվրոպական արտադրողի համար անհամատաբար ձեռնտու է, եթե որակը երաշխավորված է եւ օրինակ Made in Armenian արդեն իրանք ընդունում են որպես իրենց դուք պատկերացնում եք ինչքան հեշտ կարելի է ներդրող բերել, այսինքն ներդրողը սա մտածել իտալացին, ասում է գնամ այս ապրանքը արտադրեմ, իմ ապրանքը արտադրեմ Հայաստանում, նույն որակն է, նույն արտաքինն է, նույն դիզայնը, նույն ամենը։ Եվ այս ապրանքը բերում եմ Չարենցավանում աշխատել եք, ես հիշում եմ կարի ոլորտում, այդ շատ վաղուց երևի մինչև 1990 թվականը, եւ հետո ինչքան ես հիշում եմ, եթե սխալվեմ դուք կուղեք, Տոլինգ դա նշանակում է, որ մարկան չի են, որ հայաստանյան է, բայց ինքը Հայաստանում է արտադրում։ Կարծեմ հետո այդ կարի ձեռնարկությունը Տոլինգի մեխանիզմով աշխատում է, բայց ես այլ բան եմ ուզում ասեմ։ Նաեւ դուք անպայման կարձանագրեք, որ 2014 թվականի աշնանը իմ կողմից ես հեղինակեցի արդյունաբերական քաղաքականության մասին օրենք, որը մայր օրենք է։ Այդ օրենքի շուրջ աշխատեցինք միասին եւ երկու այսպես հիմնադրույթ կար այնտեղ, մեկը որ պետք է լինի հնգամյա պետական արդյունաբերական ծրագիր, պետություն, այ որ դուք ասում եք աշխատեն եւ դեսպանները եւ արտգործնախարարությունը եւ էկոնոմիկ նախը եւ մյուսները ծրագիր եւ երկրորդ արդյունաբերական գոտիներ։ Հայաստանին պետք են գոտիներ, որտեղ այդ ձեր ասած խնդիրները շատ կոնկրետ, դիդակտիկ պետքա ցուցադրել, որտեղ բարենպաստ ռեժիմ է։ Իհարկե։ 15 թվականի հունվարի 1-ից անցել է ուղիղ 10 տարի, 10 տարվա ընթացքում այդ օրենքի ոչ մի դրույթ իրականություն չի դառնում անհասկանալի պատճառներով։ Այսինքն կարգավորումները իրավական արդեն գոյություն ունեն վաղուց։ Պարոն Հարությունյան, տեսեք, պարոն Մելքոմյան, իհարկե ես հիմա ձեզ կլրացնեմ։ Ես հիմա ձեզ կլրացնեմ։ Արտոնաբերական գոտիներ, ազատ առևտրի գոտիներ, դրանք շատ կարևոր են։ Դրանք հնարավորություններ են ներդրողին ներգրավելու, ներդրողի համար հարապուրիչ ներկայանալու։ Հասկանում եք։ Այո։ Բայց շատ կարևոր հանգամանք է, որ ներդրողին բերենք, ում հետ ջանք գործադրենք։ Խոշոր հայտնի բրենդների ներգրավելը Հայաստան, դա զուտ տնտեսական խնդիր չի։ Անվտանգային խնդիր է։ Անվտանգային խնդիր է, որովհետև եթե նրանք այստեղ մի ցենտ փող դրեցին, վաղ այդ ցենտի համար ամեն ինչ կանեն իրանց պետ, ոչ որ հիմա British Petroleum-ը ինչ անում, գնում է միացյալ բանը բրիտանական միացյալ թագավորությանը առաջ խնդիր է դնում, չէ՞, ասում նավթը բանը միացյալ թագավորության քաղաքականությունը պայմանավորված է շատ դեպքերում, Ֆրանսիայի քաղաքականությունը տոտալի խնդիրներով։ Սրանք շատ էական են։ Հիմա մենք չունենք նավթ, մենք ունենք ուրիշ բան, մարդկային կապիտալ։ Ունենա սփյուռք,
Միշա ջան, ունենաս սփյուռք ու այսքան խեղճ լինես, Management չկա։ հասկանում եք, այսինքն քիչ թե շատ այս պետության, այս ժողովրդի, այս հողի ջրով շահագրգռված մարդը կասեր լսեք սփյուռքում իշքան որակյալ բիզնեսմեններ կան, չէ։ Բոլոր հավասար պայմաններում առաջին նրանք են ներդրում կատարողը։ Պոտենցիալ ներդրողները նրանք են։ Եթե կուզեք, նրանք կարող դառնան մեր դեսպանները տնտեսական այդ երկրներում։ Ճիշտ է։ Մենք դա գնահատում ենք։ Մի օրինակ եմ ուզում բերեմ ու վերջացնեմ։ Ինչու եմ այս սփյուռքը կարևորում, որտեվ մարդկային կապիտալը Փառք Աստծո մենք այդ ունենք։ Մենք չունենք ընդերք, չունենք չնայած ընդերքի մասներ կարող վիճենք, ինչ որ պետքա ինչ որ բան ունենք, այլ հարցը թե ճիշտ ենք օգտագործում, թե չէ։ Բայց մենք ունենք այնպիսի հնարավորություն մարդկային կապիտալը գլոբալ շրջանառության մեջ դնելու ինչ որ սյուրքը։ Բոլորի վերջերս ամերիկյան ինչ որ վերլուծաբանը այդ իր արժեվ մի խնդիր էր դրել։ Արդյոք գլոբալ համակարգում աշխարհի գոյություն ունի ինչ որ ազդեցության իերարխիա։ Կա այդպիսի բան, արդյոք, պարզվել է կա։ Եվ գիտեք, առաջի ամենաազդեցիկ ովքեր են, շեյխերը, հարուստ միապետերը։ Նրանք աշխարհում պագոդա են ստեղծում։ Այսինքն նրանք ամենաազդեցիկն են, եթե մտքներին դրեցին, հասնում են։ Ինչպես թողնենք մի կողմ։ Երկրորդ տեղում, երկրորդ հորիզոնականում Վատիկանն է։ Պատկերացնում եք, բայց ամենակարևորը երրորդ հորիզոնականում ովքեր են։ Հրեական եւ հայկական սփյուռքը։ Դե պատկերացրեք, ունենաս դու այդպիսի հնարավորություն, այտենց կապիտալ, բարիս բուն իմաստով ու ասենց կամարական վերաբերմունք սփյուռքի նկատմամբ, քո սփյուռքյան կառույցների ներկայացուցիչներին արկել ես Հայաստան մտնեն, Այսինքն դա Պրեմիեր լիգան է, էլի։ հասկանում եք, ախր դա չի կարելի, հասկանում եք, սա մեր ռեսուրսն է, սա ազգային անվտանգության խնդիր է, նորից եմ կրկնում։ Ճիշտ է։ Եթե վերազգային հայտնի կորպորացիա իսկ թուրքյան կառույցները մեզ կարան այդ հարցում օգնեն ներգրավի Հայաստան, դա նույնպիսի պաշտպանական շիթ է, որտեղ նա դառնում է Հայաստանի անվտանգության շահագրգիռը, որտեղ այդ դրանով շահագրգռվածը ինքը շահագրգռվածը իր ներդրումների անվտանգություն։ Իդեպ, երբ որ մենք խոսեցինք ծովային ելք չունենալու մասին մեր հանրապետության, եթե չեմ սխալվում, աշխարհում 36-7 երկրներ են, ես 2021 թվականին, 21 թվականին, ուրեմն որպես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հայ-մողոլական միջպառլամենտական ուրեմն բարեկամական խմբի ղեկավար պատվիրակությունով եղա իրանց հրավերով Մողոլիայում, նաև ծովային ելք չունեցող երկիր է, եւ շատ հետաքրքիր մեզ ասեցին, այ մենք ընդունենք մորթու ուժեղ արտադրություն եւ այլ այսինչը, բայց նաև մենք ունենք ուժեղ հանքարդյունաբերություն։ Բոլոր գունավոր մետաղները այնտեղ կան, ես նախընտրեցի, ասի գնում ենք այդ գունավոր մետաղաձուլական ընկերությունները նայելու եւ կառուցում էին միանգամից, ասենք 800-900 կիլոմետր մեր հյուսիս-հարավյան մեծ մայրուղի։ Միանգամից կառուցում այդ ամբողջ դե հարթ ավելի այդ փուլերում։ Եվ երբ որ գնացինք ուրեմն այն հատվածը, որտեղ որ եւ պղինձը եւ ասենք թե մյուս գունավոր մետաղները, ուրեմն այնտեղ ռելիեֆն ենցա, որ դրա թափոնները հոսում են դեպի Բայկալ լիճ գնացող գետերով։ Եվ լուրջ կոնֆլիկտ կար այդ ժամանակ այդ էկոլոգների, գոյապահպանների Ռուսաստան, Մողոլիա, բայց այդ հարցը քաղաքական լուծում տվեցին, ինչ ֆիլտրներ պետքա դնեն եւ ինչ պոչամբարներ պետքա կառուցեն եւ ես առիթ եղավ եւ խոսեցի Մողոլիայի վարչապետի հետ։ Ուրեմն եւ ասեց, որ մենք սուս ու փուս առանց աղմու քաղաքականելու, որտեղ աշխարհում կարող ասեն դե մողոլները, բայց լուրջ զարգացում է ապրում այսօր, ծովային ելք չունի, բանակցում է եւ Չինաստանի հետ, բանակցում է եւ Հարավային Կորեայի հետ, եւ Հյուսիսային Կորեայի հետ, եւ իրենց հարցերը շատ տեմպով զարգանում են, մեծ ներդրումներ է գալի այսօր Մողոլիա, որի մասին չգիտեն, եւ ինչի համար է ուզում, մի հետարքիր դրվագ պետք է ասեմ, կարող է ուրեմն իմ հոր քերին Եղիշե Ասսատրյանը եղել է խորհրդային Հայաստանում շատ բարձր պաշտոնյա եւ երբ որ ինքը ավարտել է Թբիլիսի ուրեմն պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիայի բաժինը անմիջապես նշանակել են Դոնբաս մի տարի աշխատելուց հետո պատերազմը 42 թվին այդ ընթացքում միջև ուղարկել են իրեն որպես բարձրակարգ մասնակից Մողոլիա երբ որ մենք պետք է այցելեինք եւ եկավ մի հատ շատ տարիքով մարդ որ Եղիշե Ասսատրյանը տեղ աշխատել է, ինքը համարվել է խորհրդական դեսպանության, խորհրդային միության դեսպանության, բայց աշխատել է եւ ասма այդ գիտելիքները այն ժամանակվանից հիմքերը դրվել են 43-4 թվից, այսինքն 80 տարի առաջ։ Հետո ինքը եկավ Երևան,
ալյումինի գործարանի ամբողջ շինարարության պետն էր Տրեստի, հետո չգիտեմ ժողովրդական վերահսկողության կոմիտեի նախագահ, փոխվարչապետ եւ այլն, կենտկոմի արդյունաբերության բաժնի ինչի համար եմ ասում։ Այդ Մոնղոլիայի հետ կապված բաները ես նրանից եմ ժամանակին լսել, թե այդ ինչ երկիր է, ոնց էր եւ ինչ էր։ Սա ուղղակի որպես այսպես հետաքրքիր շարժման, որտեղ ամեն ինչի հետ մի կապված, մի դիպված ունենք, եւ պարոն Հարությունյան, քանի որ մեր ժամանակը մոտենում է իր ավարտին, մենք վերջում եկեք, քանի որ ես շատ ակտիվ տեսնում եմ, որ դուք նաեւ ապաշրջափակման թեմայի մասին ենք, ուրեմն դուք խոսում, ելույթներ ունենում, հարցադրումներ անում, եկեք կարճ ուղղակի մի քանի րոպեի ընթացքում ոնց ձեր տեսլականը, դուք ոնց եք տեսնում։ Տեսեք, նախ մի բան պետք է մենք արձանագրենք, նորից վերաարձանագրենք մեր եթերում։ Անվտանգությունը այսօր Հայաստանի քիչ թե շատ դինամիկ զարգանալու, քիչ թե շատ տեսեք ընդգում եմ, քիչ թե շատ դինամիկ զարգանալու անփոխարինելի գործոնն է։ Ունենք անվտանգություն երաշխավորված, ուրեմն մենք ունենք շանս, տեսեք չեմ ասում հնարավորություն, շանս զարգանալու։ Չունենք անվտանգություն, մոռացեք ամեն ինչ։ Սա ակնհայտ է։ Երկրորդը, անվտանգություն մեր պարագայում ինչ է նշանակում։ Մեր պարագայում նշանակում է, հաշվի առնելով իմ նկարագրած աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները, նշանակում է մեր հարևանների հետ, բոլորի հետ առանց բացառության, մոտիկ թե հեռու, բոլորի հետ ձևավորել այնպիսի միջպետական հարաբերությունների մի ամբողջ համակարգ, որի արդյունքում որևէ մեկի համար կողմերից, որևէ մեկի համար գայթակղիչ չի լինի ուժ կիրառելով իր համար միակողմանի օգուտներ կորզի։ Սա լրջագույն հարց է, դժվարագույն խնդիր, բայց այս խնդիրը պետք է լուծեն Հայաստանի բոլոր ժամանակների կառավարիչներն ու կառավարությունները։ Սա ստիպված ենք մասը լուծելու։ Մեր աշխարհագրական դիրքն է մեզնից պահանջում դա, հասկանում եք։ Ուրեմն հետաբար ցանկացած հարևանի հետ, այդ թվում եւ առաջերտին հիմա Ադրբեջանի հետ մենք պետք է փորձենք այնպիսի հարաբերություններ ձևավորենք, որ խաղաղությունը դառնա պահանջարկված ոչ միայն Հայաստանի համար, այլ իր համար։ Այսինքն ռազմական ճանապարհով իր խնդիրները լուծելու այդ քաղաքականությունը ձեռնտու չլինի։ Իրեն ձեռնտու չլինի, որ մարդը մտածի, որ կարող է այս ինքը ավելի շատ կորցնի, քան կարող է ձեռք բերել։ Սա շատ լուրջ հարց է։ Եւ այս ճանապարհին, այս խնդրի ճանապարհին ապաշրջափակումը շատ կարևոր նշանակություն ունի։ Հիմա փորձեմ ներկայացնել ձեր եթերում, ձեր լսարանին, ինչի եսի նկատի ունեմ։ 44-օրյա պատերազմի ավարտական փաստաթուղթը եռակողմ հայտարարությունը նոյեմբերի 9-ի, 20 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը դա ըստ էության հրադադարի մասին էր։ Եթե այդ բոլոր կետերը կատարվեին, այդ 9 կետերն էլ կատարվեին, ապա պետք է ենթադրել, որ հրադադարը կլներ ոչ միայն կայուն, այլև անշրջելի, հետաբար երկու թշնամի պետությունների միջև աշճանաբար կձևավորվի վստահության մթնոլորտ, որը շատ էական նշանակություն ունի խաղաղության հասնելու համար, խաղաղության հասնելու գործում։ Եթե ես եւ դուք միմյանց չենք վստահում, ինչ էլ ուզում ենք անենք, խաղաղություն չի լինելու։ Ուրեմն վստահություն է պետք։ Իսկ վստահության համար պետք է մենք համագործակցենք։ Ահա ապաշրջափակման ամբողջ իմաստը։ Ընդ որում, ապա 9-րդ կետի առաջին նախադասությունն էր կոնցեպտուալ առումով շատ էական, որ ապաշրջափակում պետությունները, Հայաստանն ու Ադրբեջանը գնում են իրենց բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման ճանապարհով։ Հետևաբար պետք է ենթադրել, որ հեղինակները ի նկատի ունեն ապաշրջափակմամբ երկու թշնամի պետությունները միացնող տնտեսական կոմունիկացիաները, իսկ հիմնական նկատի ունեն երկաթուղին, իր կոնֆիգուրացիայով պետք է լինի այնպիսին, որպեսզի ոչ միայն նպաստի երկու ստեկ փոխշահավետ տնտեսական համագործակցություն, թե Ադրբեջանը, թե Հայաստանը պետք է այդ ապաշրջափակման արդյունքում ձևավորված երկաթգծով կամ քրիտիկական ենթակառուցվածքով բեռնափոխադրումների շահագրգռված լինեն, որովհետև տնտեսապես դա ձեռնտու է։ Ուրեմն ոչ միայն դրան պետք է նպաստել, այլ ամենակարևորը պետք է զերծ պահեր կողմերից որևէ մեկին ուժ կիրառելով գայթակղություն, ուժ կիրառելով միակողմանի բան կորզելու գայթակղությունից։ Այդ տեսակետից մեղրին ոչինչ չի տալիս, պարոն Մերքոմյան, միակողմանի է, միակողման։ Զերո, մեղրին 226 միլիոն դոլար փող ծախսի Հայաստանը, այդ 43 կիլոմետր։ 43 թե 44 կիլոմետրը,
որպիսի շանս տանք Ադրբեջանին հարմարավետ շարուրով Նախիջևանով դուրս գա Թուրքիա, Իգդիր, Ղարս եւ այլն։ Թող կա բացվի երացնել էլի դեպի։ Մի րոպե։ Ասում են սա ձեռնտուփ դիլնի բոլորիս։ Ես ասում եմ, բայց հետաքրքիր է Հայաստանի բեռնարտադրողը կամ առաքողը կներեք։ Ենթադրենք ուզում է Ռուսաստան ուղարկի։ Իր ապրանքը ոնց պիտի գնա։ Պետքա գնա ձուր ոնց ասեք, երասից պետքա մտնի Նախիջևան, հետո գա Մեղրից հետո Խորադիս գնա Բաքվով գնա Դերբենդ։ Այդ ճանապարհի երկարությունը գիտեք 900 կիլոմետր։ 850 կիլոմետր է։ Այդ 850 կիլոմետրի մեջ ընդամենը 43-44 կիլոմետրն է հայկական, մնացածը ամբողջ ադրբեջանական է։ Ես անընդհատ այս օրինակը բերում եմ ու չեմ հոգնի կբերեմ։ Եթե Ալիևը առանց հետին միտք դնելու, նպատակ հետապնդելու 1 տոննան 1 կիլոմետրի վրա տարիֆը սակագինը 5 ցենտ բարձրացնի։ Ասացեք խնդրեմ 800 կիլոմետրի վրա մեր ապրանք արտադրող արտահանողը մենակ մի տոննա համար 4000 ցենտ գումար վճարի։ Իսկ եթե 100-ավոր տոննաներ են, լպատկեցեք իր վրա ինչ, այդ ապրանքը դրսի շուկայում այլևս չի լինելու մրցունակ, թանկ է լինելու։ Իսկ մենք ոնց կարող ենք հակազդել դրան։ Այն 43 կիլոմետրի վրա ինչքան բարձրացնենք սակագինը, պարոն Մելքումյան, որ կարողանանք հակազդենք այդ 4000-ին։ Հələ պատկերացրեք։ Այսինքն, տեսեք, այդ օգոստոսի 8-ի փաստաթղթի մեջ, որ գրած է մենք անխոչուդով պետք է անցնենք ու շարունակվությունը ու մեզ փորձում են ներկայացնել, բայց բանը Հայաստանը փոխադարձաբար գիտեք ինչ է նշանակում տվյալ դեպքում, որտեղ այդ փաստաթղթում գրած է նրանց բեռները պետք է անցնեն անխոչուդոտ, իսկ մենք բեռնափոխադրումները պետք է լինի փոխադարձության սկզբունքով։ Ասում ախպեջանից 5 ցենտ են բարձրացրել, դու 5 ցենտ բարձրացրու։ Էսա փոխադարձությունը 43 կիլոմետրը 5 ցենտ բարձրացրեք։ Ինչ է դա տալու։ Հետևաբար ես ասել եմ շարունակում եմ կրկնել։ Այս փուլում կրկնում եմ այս փուլում Մեղրու երկաթգծի գործարկելը ապաշրջափակման հետ որևէ աղերս չունի։ Որևէ աղերս չունի։ Հայաստանի տնտեսական հետաքրքրությունների հետ առավել եւս որևէ աղերս չունի։ Միակ տարբերակը, որ կա մի փոքր ջանք գործադրեն 17 միլիոն դոլար։ Դա Բաքու, Ղազախ, Իջևան, Դիլիջան, հետո այնտեղից արդեն գալիս է թունելով մտնում ենք դուրս են գալիս Մեղրաձոր, դուրս են գալիս Հրազդան, Երևան, խնդրեմ, հետո ուզում եք գնացեք Նախիջևան, ուզում եք գնացեք։ Այդ հատվածը, ասինքն Բարխուդարլու այսպես կոչված այդ Ղազախից այդ Ղազախից էլի Իջևան հատվածը այնտեղ հաշված կիլոմետրներ են։ Նայեք, Իջևանից այսօրվա դրությամբ Դիլիջան գիծը չի աշխատում, որովհետև այնտեղ սողանք է տեղի ունեցել, սահ կա տեղի ունեցել, սողանք բանը Հաղարսնի հատվածում, որը բոլոր մասնագետներ են, դաժե նախագիծ կա։ 17 միլիոն դոլար փող ես դնում, այդ գիծը վերականգնվում է։ Այսինքն մենք կարող ենք ուշադրություն խնդրեմ դարձնենք։ Մենք կարող ենք ապրանքանալ, տեսնույն էս ղազախական ցորենն է, թե ինչ, գնում է Վրաստանից է։ Բնական է, ուրիշ տեղ չի։ Բայց կարար չէ սենց գար։ Ղազախով։ Ղազախով, ամենակարճ ճանապարհն է։ Այնտեղ այդ Ղազախ ազատամուտն էլ երևի մի այնտեղ խնդիր չկա, այնտեղ ընդհանրապես տեխնիկական խնդիր էլ գոյություն չունի։ Միքայել, այնտեղ չկա տենց խնդիր։ Հիմա նայ, հիմա տեսենք պլեչոնները, այսինքն ոնց է, Բաքվից մինչև Ղազախ առավելագույնը 400 կիլոմետր է, առավելագույնը։ Ղազախից Իջևան դա մի 2 կիլոմետր է, թողնենք մի կողմ։ Իջևանից մինչև ասենք թե Ախուրյան, ենթադրենք իմ նկարագրած կամ երաս որ մտնես Նախիջևան, 278 կիլոմետր, 300 կիլոմետր։ Այսինքն եթե նա փորձի բարձրացնել, դու այստեղ նա 5% 5 ցենտ կբարձրացնի, դու 7 ցենտ կբարձրացնի։ Այսինքն սա այն դեպքն է ապաշրջափակման, որ թե նա, թե մենք, եթե իրականում խոսում ենք խաղաղության մասին, եթե նպատակը խաղաղությունն է, ոչ թե միայն ճամարտակելը, ես նկատում եմ ադրբեջանցիներին։ Եթե նպատակը խաղաղությունն է, սա ամենամիակ տարբերակն է։ Պարոն Արարսյան, հիմա եկեք մի հատ ներողություն, շատ ներողություն, այդ հասկանալի է, ամեն ինչը ճիշտ է։ Ձեր զգացողությունները, իհարկե ես կանխատեսել եմ մի քիչ այդքան էլ բան գործ չի, այսպես շնորհակալ գործ չի, իսկ ինչ եք կարծում, ի վերջո այդ Ղազախ, Իջևան եւ այլն, դա Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների այսօրվա փուլում իրատեսական համարում եք։ Ես այո։
Ես մի անգամ եմ բանակցել։ Այսինքն նաև տնտեսական Տեսեք, բանակցել հարաբերությունների առումով։ Այսինքն ես օրինակ կլինեի, կհարցնեի, պարոն Ալիև, եկեք մեծ ծուռը նստենք դուք խոսանք։ Դուք ուզում եք խաղաղություն։ Օրինակ դուք կցանկանաք ունենանք այնպիսի փոխհարաբերություններ ինստիտուցիոնալ եւ ենթակառուցվածքային, որ ես զերծ լինեմ գայթակղությունից ձեր նկատմամբ ուժ կիրառելով միակողմանի եք կասի իհարկե կուզենամ, չէ՞։ Հետաբար համաձայն եք որ դուք էլ պետք է նույնպիսի ռեժիմով աշխատեք։ Դե այս տարբերակը որ ես ներկայացնում եմ սեղանին, թող որևէ մի հատ բանական մարդ ասի, լսի, ես ինչ հիմարություն եք ասում։ Հասկանում եք ինչ։ Շատ պարզ է, չէ՞ սա։ Սա ավելին ես ձեզ ասեմ։ Պարոն Մելքոմյան, այս լուծումը մեզ հնարավորություն է տալիս մեր աշխարհագրական դիրքը, ես անդադ սրա մասին խոսում եմ, վերածել աշխարհաքաղաքական պոտենցիալի։ Այո։ Ոչ թե առավելություն, ընդհանրապես դու դառնում ես ինչ որ մեկի համար շատ պիտանի օգտակար դերակատար։ Հիմա հարց. Եթե մենք այսի նկարագրած սխեման Բաքու, Ղազախ, այսինքն եկել է բեռը Ղազախստանից եկավ, մտավ Ադրբեջան։ Եթե գալիս է Բաքու, Ղազախ, Իջևան ու մտնում ան, որը մել չեմ ասում, որ Դիլիջանից միջև Կիրովական 32 կիլոմետրանոց հատված կա։ Եթե կառուցում ենք Բաքվից, խնդրում ուշադրություն դարձրեք, Բաքվից միջև Ղարս կազմում է 600 կիլոմետր։ Բաքու-Թբիլիսի Ղարսը 826 կիլոմետր։ Այսինքն մենք 226 կիլոմետրով կարճանում է մեր մոտ։ Իսկ Բաքու, Մեղրի, Շուրնուղ, Իգդիր Ղարսը, այս որ հիմա ցենց մեծ տրիպ բան, էդի մեր տարբերությունը 250 կիլոմետր։ Այսինքն բոլոր դեպքերում այն առաջարկը, որ ես դնում եմ սեղանին, շատ օգտակար է եւ ձեռնտու, բայց կարևորը որ մենք հայտնում ենք խոշոր մեգապրոյեկտների մեջ եւ այդ մեգապրոյեկտների հեղինակ իշխանությունները, պետությունները կլինի մի դեպքում Չինաստանը իր գոտի ճանապարհով, տվյալ դեպքում Տրամպը, Միացյալ Նահանգները, եթե շարունակեն այդ քաղաքականությունը, իրանք դառնում են իրանց իսկ քաղաքականությունը անխափան իրականացնելու համար Հայաստանով այդ տարածքի անվտանգության դա բխում է իրենց շահերից։ Այո։ Դա իրենց է պետք որ Հայաստանը այդ գիծն էլ աշխատի։ Միանշանակ։ Այսինքն մենք աշխարհագրական դիրքը դարձրեցինք աշխարհաքաղաքական պոտենցիալ եւ դառնում ենք այդ կերպ դառնում ենք խոշոր խաղացողների համար ինչ որ նշանակություն ունեցող Եվ տեղ նաև բավականին մեծ գործակցող խաղաղությունն է նաև։ Այո, որտեղ դու արդեն դրանով գնում ես խաղաղության ճանապարհով։ Որտեղ երակները նշանակում է կտրել, եթե խաղաղություն։ Եթե նա տեսնում է, որ քո մեջքին կանգնած է Չինաստանի պես պետությունը, որի քո անվտանգությունը պետք է որսի իր տնտեսական ծրագիր իրականություն դառնա, նա կներեք, այտենց խալատներ չի։ Շնորհակալություն։ Սա պետականաստեղծ պետության զարգացման համար միտված առաջարկություններ էին եւ ես ուղղակի կարող եմ զարմանալ թե ինչի պետք է անարձագանք մնա կամ ինչ որ գզրոցներում մնա այդ առաջարկները այսինքն այստեղ որպեսզի պետությունը նաեւ զարգանա անկախ նրանից ընտրություն կա ընտրություն չկա չգիտեմ ինչա անպայման պետքա լինի գոնե բոլոր կողմերի միջև մարդկային նվազագույն այսպես բան արժանապատիվ բանով քննարկում ես չեմ ասում թե ոչ կլուզ քննարկում գոնե պետք է գնել պետք է քննարկվի էլի վերջի այդ քննարկման մեջ բան չկա որ ինչ որ տաղավարներ չկա պարոն Հարությունյան որ այս մարդիկ մեկուսանան ասեն մենք ստեղ ենք քննարկում նրանք էլ ընդեղ են ելույթ ունենում վերջը պետք է լինի այդ կոնսենսուսի միասնությունը ինչ որ առումով ինչ որ հնարավոր ողջամտության սահմաններ ես չեմ ասում ծափ տան իրար չէ հնարավոր իշահ պետության Սա անձնական հարցեր չէ։ Դուք շատ կարևոր բան եք ասում, թույլ տվեք լրացնել ձեզ։ Ինչու եմ ես անընդհատ բարձրաձայնում ես հարցերը։ Իմ հասցեատերը իրական անդիմադիրներն են։ Ես պարզ ասում եմ։ Իմ ամբողջ գործունեությամբ ես բավարարված չեմ գործող իշխանության գործունեությամբ։ Ես ցույց եմ տվել եւ չեմ իլ թաքցրել։ Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կառավարությունը այս հարցերի պատասխաններ հնչեցներ կամ տար կամ այս ուղղությամբ գնար, ասացեք խնդրեմ, որևէ բանական մարդ խիպտ իրան դեմ կանգներ։ Չէ, հասկանում եք, բայց մուրճը ձեռքին փորձել քաղաքականություն, մի շատ լավ թեզ կա, գիտեք, եթե քո հիմնական գործիքը մուրճն է, ապա ամեն խնդրեմ քեզ համար թվում է մեղ։ Սա մեր դժբախտությունն է դա։ Դրա համար առաջիկա ընտրությունները մեր քաղաքացիները պետք է հասկանան, ընդդիմությունը պետք է ժողովրդին ներկայացնի, ահա Ես եկա իշխանության, եւ որ գալիս եմ իշխանության, ապա այս քայլերով ես կմեղմեմ այն սպառնալիքները, որոնք որ ձևավորվել են նախյոն, այսինքն այսօրվա գործող իշխանության կողմից, եւ
կնպաստեն, որովհետեւ մենք կամած մեր մեջ կուղենք։ Այս ամեն ինչը, պարոն Հարությունյան, պարտադիր չի, որ բոլոր ընտրողները հասկանան խորությամբ։ Եվ հնարավոր էլ չի։ Ասենք 1 ժամ նստեն, նայեն, սա, բայց ինչ որ ազդակներ կան, որ պետքա զգա ժողովուրդը թե ինչ ա լինում, եւ սրա կարծեմ երկրի զարգացման հիմնական մեխը իմ կարծիքով բանալին, դուք խոսեցիք մեխի մասին, դա պետքա քաղաքական մենաշնորհ չլինի։ Ինչքան էլ մենք քաղաքական աշխարհում ընդունված ստանդարտներ կան, տեսեք, ուրիշ երկրների մշակույթներ տարիներով կարողանում են համակեցության ձևերով ընդդիմություն, իշխանություն, այնտեղ ինչ-որ թշնամական կեցվածներ, հայհոյանք պարլամենտում ինչ-որ իրար քացով տան, թևից բռնեն, շպրտեն, հետո դուրս գան, նորից հետո գան եւ այլ ինչ-որ ժամանակ հետո, եթե քաղաքական մենաշնորհը, այսինքն ես եմ որոշում, ինչ կուզեմ կանեմ, այդ դեպքում մի այլ բան է, բայց եթե չկա այդ քաղաքական մենաշնորհը, ինքը ստիպում է, որ լինի կոնսենսուս հիմնական քաղաքական ժողովրդի հավանությունը արժանացած ուժերի եւ այդ դեպքում այդ բալանսը պահպանվում է, ուրեմն ճիշտ որոշումներ կայացնելու։ Այդ առումով մեր սահմանադրությունը լուրջ շտկումների կարիք ունի։ Այո, միանշանակ։ Դա շատ էական է, որովհետեւ դուք ճիշտ եք։ Միանշանակ։ Եթե կա մենաշնորհ, ինչպես տնտեսության մեջ դա ոչ մի բանի չի օգ, քաղաքականության մեջ առավել եւս։ Շատ բարի։ Սիրելի հայրենակիցներ, եւ այսպես մեր հաղորդումը ավարտենք ամենատարբեր տիպի եւ որակի մենաշնորհների դեմ առնելով կամ պայքարելով։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։